Իսկ մինչ ազգային ժողովում շարունակում են տարակարծությունները 44-օրյա պատերազմի զեկույցի ներկայացման շուրջ, նոր օրինագիծն արդեն իսկ ավելացրել է հերթական ճեղքը քաղաքական դաշտում։ Հայաստանի պատմության բոլոր պատերազմների զոհերի հիշատակը պետական մակարդակով հարգելու օր։ Սա գաղափար է, որն առաջին հայացքից պիտի միավորեր բոլորին։ Բայց հունվարի 27-ը որպես հիշատակի օր սահմանելու նախաձեռնությունը իրականում նոր հակասությունների պատճառ է դարձել։ Քաղաքական դաշտում արդեն հնչում են կարծիքներ, թե նախագիծը դիտավորություն է բանակի տոնը ստվերելու համար։ Հայաստանի պատմության բոլոր պատերազմների զոհերի հիշատակին նվիրված օր կարող է սահմանվել։ Ազգային ժողովի պատգամավորներ Գեգամ Նազարյանն ու Ռուբեն Ռուբինյանը շրջանառության մեջ են դնելու օրենսդրական նախագիծ, որով հունվարի 27-ը կդառնա պետական մակարդակով հիշատակի օր։ Բայց հիշողությունը, որը պիտի միավորի, այս փուլում բևեռացնում է քաղաքական դաշտում արդեն հնչում են տարակարծիք ու կտրուկ գնահատականներ։ Մեզ պետք է ունենալ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը եւ կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։ Նախագծի ձևակերպման եւ նշված օրվա ընտրության վերաբերյալ հանրային եւ քաղաքական գնահատականները խիստ տարբեր են։ Մի մասը հարց է բարձրացնում, ինչու հենց հունվարի 27-ը, մյուսներին մտահոգում է ժամանակագրական համընկնումը հայկական բանակի տարեդարձից ընդամենը մեկ օր առաջ։ Կապել միայն հունվարի 28-ի հետ եւ բերել մի օր առաջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրը հոլոքոստի հիշատակի օրն է,